չի։ Կարելի կողմեք երկու։ Սա սպանությունների դատապարտումը համամարտկային խնդիր է։ Միայն Հայաստանի ոգետ չէ։ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այս ցեղասպանությունը բազմաթիվ երկրներ ճանաչել են, ես կասկած չունեմ, որ այդ ցանկը ընդլայնվելու է, եւ կարծում եմ, մի օր Թուրքիան նույնպես ի վերջո կճանաչի, ինչը հիմք կհանդիսանա հայ երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի։ Ինչ պետք է մենք անենք, մեր առաջնահերթ խնդիրը այսօր մեր պետության կայացումն է, մեր պետականության ամրապնդումն է։ Ինչ պետք է անենք, Հայաստանը պետք է դարձնենք զարգացած, ժողովրդավարական, մրցունակ տնտեսություն ունեցող երկիր։ Երկիր, որը ի վիճակի է ապահովել իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը։ Արտագաղթի կասեցում, աղքատության հաղթահարում, աշխատատեղերի ստեղծում, տնտեսության առողջացում։ Սա են մեր առաջնահերթ խնդիրները։ Միջազգային արձագանքը ոնց է գնահատում, մեզ ստացվեց, հաջողության հասնենք։ Եվ պետք է չթերագնահատենք այն աշխատանքը, որ կատարվել է։ Իսկ ինչու՞։ Այսօր առասարակ մենք պետք է ըստ արժանվույնս գնահատենք բոլոր այն անհատների, կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը լայն թափ է ստացել։ Պետք է արժանվույնս գնահատենք այդ անհատներին, կազմակերպություններին, որոնք իրենց ավանդ են բերել թե խորհրդային տարիներին, թե անկախության շրջանում, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Որն է լինելու ապրիլի 25-ին ձեր հաջորդ քայլը։ Հակի հետ մենք որևէ խնդիր չունենք եւ ձեր կուսակցության հետ եք այսինքն եկել։ Հետ շատ նորմալ է, իսկ հակի հետ ունեցել ենք եւ ունենք դաշնակցային հարաբերություն։